Քրիստոս ծնավ ու հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Շարունակում ենք միասին հետևել Հայաստանում ու արտերկրում տեղի ունեցողին, նախ կարճ մի քանի տողով անդրադառնանք որոշ թեմաներին։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Հայրապետական պատգամ ու կառավարական ուխտերթ եկեղեցու գլխավոր տոնին։ Վարչապետը կոչ է անում միանալ եկեղեցու բարենորոգման իր օրակարգին։ Հորդորել պատարակների ժամանակ զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից։ Քրիստոս ծնավ ու հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս, Սուրբ Ծննդյան պատարակ ու ջերորդնեքի արարողություն Աբովյանի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցում։ Անվան փոփոխությունից էությունը չի փոխվում, Ալիևը պնդում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը հաստատել է նաև Թրամփը։ Փոթորկվող Իրան, 1000-ից ավելի ձերբակալված տասնյակ զոհեր, Խորամաբադը ցուցարարների վերահսկողության տակ։ Կալանված, բայց ոչ ընկճված, Մադուրոն շարունակում է իրեն նախագահ կոչել, Թրամփն էլ պլանավորում է ինչպես կառավարել Վենեսուելան։ Ամենայն հայոց հայրապետի հեռացման արշավը, որը վարչապետը եկեղեցու բարենորոգում է կոչում, այսօր տեղափոխվել էր Երևանի փողոցներ։ Փաշինյանը յուրայինների եւ տիրադավ պիտակը ստացած եպիսկոպոսների հետ դուրս էր եկել մայրաքաղաքի կենտրոն ուխտերթի։ Գլխավոր պատգամն էլ ուղղված էր քաղաքացիներին, որոնք դեռ չեն միացել իր թելադրած օրակարգին։ Թող բոլորը մասնակցեն պատարակներին եւ իրենց հոգեվոր սպասավորներին հորդորեն խորանից չտալ կաթողիկոսի անունը, ասել է վարչապետը։ Գարեգին II Էջմիածնի մայր տաճարից դիմել է ոչ միայն հավատավոր հոտին, այլև Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվողներին։ Հակառակ կանոնախախտ գործողությունների Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Վեհարանից մայր տաճար եկեղեցական թափորը շարժվում է վեհափառի գլխավորությամբ։ Հայրապետական պատարակ է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա։ Քրիստոսի ուղենշած ճանապարհից շեղվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ասում է վեհափառ հայրապետը։ Այսօր դրա նշաններն են մեր կյանքում։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայ առաքելական եկեղեցին հալածանքներ շատ է տեսել, բայց հուսահատության գերի չի դարձել։ Հավատացյալներին գոտեպնդում է ամենայն հայոց կաթողիկոսը այսպիսով հանձնվելու, հեռանալու ոչ մի ազդակ չտալով։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Զուգահեռ Երևանում վեհափառի դեմ ընդվզած 11 եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ է Սուրբ Ծննդյան պատարակ մատուցվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, իշխանական շքախմբի ներկայությամբ։ Մեղա աղաչեմս ձեզ, խնդրեցեք վաստիմ Աստուծոս թողություն։ ԿՊԱ-ական վերնախավը աջակիցների հետ Գրիգոր Լուսավորչից ճանապարհ է ընկնում Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Ինչպես նախապես անոնսել էր Փաշինյանը, ուխտերթը եկեղեցու իրենց ձևակերպմամբ բարենորոգման օրակարգով է, որ ենթադրում է վեհափառի հեռացում։ Այս այսպես ասած բարենորոգումը որպես շարքային հավատացյալ սկսած Փաշինյանը 2026-ի մեկնարկից արդեն բացահայտ որպես վարչապետ է ներգրավել գործընթացում։ Այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Այո։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում
որպես հենակետ օգտագործել հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Փաշինյանն իրեն միացած եպիսկոպոսներին քաջալերում է խոստանում պաշտպանել ու թիկունք կանգնել։ Հայտարարում է նաև, որ եկեղեցին պետք է վերադարձնի ժողովրդին։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Եվ այսօրվա քայլարշավը նրա մասին է, որ մենք վերադարձել ենք, մենք եկել ենք եւ մենք այլևս մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու հոգեվոր սպասավորներին եւ մեր եկեղեցու մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չեք թողի։ Մարդկանց էլ խնդրում է իրեն մենակ չթողնել իր գծած ճանապարհային քարտեզի հետ։ Մեր ժողովրդին կոչ եմ անում այո գնալ պատարակների եւ իրենց հոգեվոր սպասավորներին հորդորել, խնդրել միանալ Հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարակների ժամանակ զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից։ Այնքան ժամանակ մինչև Փաշինյանի բառերով եկեղեցին լեգիտիմ կաթողիկոս կունենա։ Ուխտերթն ավարտվում է եկեղեցու բակում, հավաքվածները գնում են տանը նշելու Սուրբ Ծնունդը, իսկ ՀՊԱ-ականներն այս երթին երկար պատրաստվել էին մոբիլիզացվել։ Մասնակցելու եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտաերթին։ Իդեպ ուխտերթ եւ ոչ թե ուխտաերթ։ Բարի ոչ միայն արտասանությունը, այլև ուղղագրությունն է իսկական գլխացավանք դարձել կրթվելը նորաձև հռչակած իշխանավորների համար։ Երկու անգամ վարչապետի էջում մարդկանց ոչ թե ուխտերթի, այլ սապատավոր կենթանու, այսինքն ուխտերի երթի են հրավիրել, հետո միայն խմբագրել։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։ Սուրբ Ծննդյան պատարակ և ջերօրհնեքի արարողություն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հավատացյալները օրհնություն են ստացել և իրենց տներ տարել Աստծո լույսը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջին տաղավար տոնի խորհրդի ու ծիսակարգի մասին է Արթուր Հակոբյանի ռեպորտաժը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը։ Այն 5 տաղավար տոներից առաջինն է, որը հիշատակում է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը։ Օրհնյալ եկյալ ավանդյալ, օրհնյալ որ եկել եմ գալուստես, օրհնությունի բարձունս, ալելույա, ալելույա։ Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան ժամերգությամբ։ Եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարակ։ Հունվարի 6-ին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տոնական պատարակ է մատուցվում։ Հավատով ու աղոթքով հարյուրավոր քրիստոնյաներ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում են մասնակցելու Սուրբ եւ անմահ պատարակին ու ստանալու օրհնություն։ Այսօր Վերստեի Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, ով ծնվեց եւ աշխարհ եկավ մեր փրկության համար։ Գոհության փառաբանենք Մարդաձյալ Փրկչի մեր Տիրոջ այսօր եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է ծնունդը եւ հայտնությունը Քրիստոսի։ Օգտվելով այս առիթից մեր բոլորի կողմից նաեւ մեր խորին իրախտագիտությունը եմ ուզում հայտնել մեր եկեղեցու կառուցող բարերար պարոն Գագիկ Ծառուկյանին, Ծառուկյան Գեդաստանին, որպեսզի Աստված նրանց իր աչքի պահպանությամբ պահի պահպանի, քանզի մշտապես նրանք հոգին տանում մեր եկեղեցու կարիքները եւ մշտապես իրենց աջակցությունն են հայտնում մեր Սուրբ եկեղեցուն։ Նաեւ մաղթում ենք, որ Աստծո Սուրբ Հոգով մխիթարվեն հանգուցյալ Կոլյա Ծառուկյանի համար եւ Աստված նրանց բոլորի սրտերը փառատի եւ մխիթարի Սուրբ Հոգով։ Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. նա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը։ Այդժամ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա ու տեղի ունեցավ երկրորդ Աստվածահայտնությունը։ Պատարակին մասնակցող հավատավոր քրիստոնյաները կարևոր են համարում տոնի խորհուրդը ու իրենց տներում նշում են Փրկչի ծնունդը։ Քրիստոնեության մեջ ամենակարևոր տոներից է, հարության տոնի հետ հավասար։ Կարծում եմ այս տոնը այն մասին է, որ ամենակարող Աստված իր ամբողջ զորությունը ունենալով որոշեց մարդ լինել
տարին սկսում ենք այս տոնով ու շատ կարևոր է թե ինչպես կդիմավորենք մենք այս տոնը, ինչպես կնշենք։ Տոնը իմ համար համենայն դեպս ընտանեկան ջերմության ընտանիքում նշելու տոն է, այսպես կոչված, մի փոքր մաքրվելու, մաքրազատվելու։ Միասնականության մեջ է մեր հենց այս տոնի խորհուրդը, որ մենք լինենք միասնական։ Կմաղթեմ հաջող տարի, հաջողությունների տարի լինի, հաղթանակների, ձեռքբերումների։ Մենք ամեն թե գիրագի օրերը եւ թե հայտնի օրերուն եւ դաղավարներուն անպայման գուկանք, բայց հավանաբար որ մեծ զատկի եւ զատկի շրջանին Ապովյանի եկեղեցին գուկանք այստեղ շատ ուրախ ենք, որ մեր ժողովուրդն ալ միշտ գալիս է մասնակցի գոր։ Պատարագին հաջորդում է ջրօրնեքի արարողությունը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը։ Խաչով եւ սրբալույս նուրոնով օրնվում է ջուրն ու բաժանվում հավատացյալներին։ Ավանդության համաձայն ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես դարման հոգևոր եւ մարմնավոր աղտերի։ Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է, մեռելոց։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատված է նաև Թրամփի կողմից ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով կարևոր չէ, թե այն ինչ անուն կունենա, էությունը դրանից չի փոխվի, բացի այդ Ադրբեջանի նախագահ հայտարարել է, որ Հայաստանի հետ կարգավորման բոլոր հարցերը լուծվել են այնպես, ինչպես իրենք էին ցանկանում։ Իրանում ձերբակալվել է 1203 քաղաքացի եւ զոհվել առնվազն 29 ցուցարար, հաղորդում է իրանական հեռանա իրավապաշտպան կազմակերպությունը։ Վերջին օրերին 27 նահանգի 88 քաղաքում առնվազն 257 վայրում բողոքի ցույցեր են անցկացվել։ Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների, ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Խորամաբադ քաղաքը։ Հարևան երկրում ցույցերը շարունակվում են 9 օր, դրդապատճառը իրանական ռիալի աննախադեպ անկումն է դոլարի նկատմամբ։ Կալանված, բայց ոչ ընկճված Վենեսուելայի նախագահը ձեռնաշղթաներով ամերիկյան հողում։ Նյու Յորքում կայացավ Մադուրոյի եւ նրա կնոջ առաջին դատական նիստը։ Չավեսի հետնորդը չընդունեց առաջադրված մեղադրանքները, իսկ Ռոդրիգեսը ընդունեց նախագահի պաշտոնը։ Վենեսուելական դրաման դեռ նոր է սկսվում, ինչ հայտարարեց Մադուրոյի որդին, ինչ ծրագրեր ունի Թրամփը, ինչ են պահանջում աշխարհասփյուր վենեսուելացիները հաջորդ ռեպորտաժում։ Վենեսուելական դրամա Նյու Յորքում Մանհեթենում վայրեջք է կատարում լատինամերիկյան երկրի ձերբակալված նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին փոխադրող ուղղաթիռը։ Ձեռնաշղթաներով ու հատուկ համազգեստով կալանավորները Մանհեթենի դաշնային դատարան են տեղափոխվում զրահապատ ավտոմեքենաներով։ Նրանք պաշտոնապես մեղադրվում են նարկոահաբեկչության մեջ, Մադուրոն դատարանում հերքում է մեղադրանքները, հայտարարում մեղավոր չեմ, պարկեշտ մարդ եմ, հիշեցնում, որ ինքն է Վենեսուելայի նախագահը։ Այս ընթացքում Մանհեթենի դատարանի շուրջ հակասական տրամադրություններ են, հարյուրավոր մարդիկ են հավաքվել, ոմանք տոնելու Մադուրոյի ձերբակալությունը, ոմանք պահանջելու նրա ազատ արձակումը։ Հետդարձի ճանապարհ չկա, Նիկոլաս Մադուրոն պետք է պատասխանատվություն կրի 20 տարվա բռնապետության համար։ Ազատության ու ժողովրդավարության ժամանակն է։ Նրա պատճառով է, որ երկրի 8 միլիոն բնակիչ փախստական է դարձել։ Այսօր եկել ենք պահանջելու Մադուրոյի ազատ արձակումը։ Միացյալ Նահանգներն իրավունք չունի ձերբակալել Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը։ Մեղադրանքները կեղծ են։ Դրանք պարզապես քաղաքական շարժառիթներ են իշխանափոխության համար, որպեսզի դյուրացվի Վենեսուելայի ներքի արտահանումը։ Սա է Թրամփի իրական օրակարգը։
Միացյալ Նահանգներում դատում են Մադուրոին, Վենեսուելայում նոր ղեկավար են նշանակում։ Կարակասում ազգային ժողովում անցկացվեց երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի երդման արարողությունը։ Ցավով եմ հայտնում Միացյալ Նահանգներում մեր երկու հերոսների՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ մեր երկրի առաջամարտիկի, առաջին տիկնոջ Սիլիա Ֆլորենսի առևանգման մասին։ Եկեք միավորվենք որպես մեկ ժողովուրդ ու երդվենք դուրս բերել Վենեսուելան կայունության եւ խաղաղության դեմ սպառնալիքից։ Մադուրոին ձերբակալելուց հետո Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել էր նաև Ռոդրիգեսին, հայտնելով, որ եթե նա ճիշտ չգործի, ավելի բարձր գին կվճարի, քան Մադուրոն։ Հայրենիքը լավ ձեռքերում է հայրիկ։ Նիկոլաս Մադուրոյի որդին հուզիչ ելույթ է ունեցել ազգային ժողովում ու լիակատար աջակցությունը հայտնել ժամանակավոր նախագահին։ Երախտապարտ եմ Վենեսուելայի ժողովրդին, սիրում եմ ձեզ։ Խաղաղություն, ժողովրդավարություն, ինքնիշխանություն, արժանապատվություն, միասնություն, պայքար ու հաղթանակ իմ ժողովրդին։ Հայրիկ, դու մեր ընտանիքում բոլորիս ուժեղացրել ես։ Մենք այստեղ ենք ու կատարում ենք մեր պարտքը մինչև վերադառնաս։ Հայրենիքը լավ ձեռքերում է, հայրիկ։ Շուտով կգրկախառնվենք այստեղ Վենեսուելայում։ Կոլումբիայի նախաձեռնությամբ ու Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել Վենեսուելայի հարցով։ Կառույցը խիստ քննադատել է նահանգների գործողությունը, նշել այն վտանգավոր նախադեպ է եւ ռիսկեր է պարունակում տարածաշրջանի համար։ Վիճակը ծայրահեղ է, սակայն դեռևս կարելի է կանխարգելել առավել մասշտաբային ու ավերիչ հակամարտությունը, ընդգծել են ՄԱԿ-ում։ Նոր տարվա սկիզբը ցնցեց աշխարհը, բոլոր նրանց, որոնք հույս ունեին, որ իրավունքի ու այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունքների նկատմամբ հարգանքը կդառնան նահանգների նոր վարչակազմի հիմնական սկզբունքները։ Մադուրոյի անօրինական ձերբակալումը ուղեկցվել է տասնյակ վենեսուելացիների ու կուբացիների սպանություններով։ Սա շատերի կարծիքով վերադարձ է դեպի անօրինականություն։ Կարակասում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունը ոչ մի արդարացում չունի։ Փորձագետների պնդմամբ Վենեսուելան հաղթել է ՄԱԿ-ում, որտեղ չի եղել երկակի չափանիշներ կամ մանիպուլյացիայի հնարավորություն։ Բացի Նեթանյահուից, Թրամփից գոհ է հավանաբար միայն Վենեսուելայի ընդդիմության ղեկավարը։ Մարիա Կորինա Մաչադոյի խոսքով Միացյալ Նահանգների միջամտության շնորհիվ արդարությունը հաղթեց բռնապետությանը։ Իդեպ անցյալ տարի Նոբելյան խաղաղության մրցանակի արժանացած Մաչադոն շատերի կարծիքով Մադուրոյին փոխարինելու Թրամփի հավանական թեկնածուն է։ Թեպետ Միացյալ Նահանգների նախագահը նեղսրտել էր, որ Մաչադոն մրցանակից չէր հրաժարվել հոգուտ իրեն։ Եթե նա հրաժարվեր, այսօր կդառնար Վենեսուելայի նախագահը, ասել էր Թրամփը։ Մարի Կոստանյան, Էպիկենտրոն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ մասնակցելու կամավորների կոալիցիայի գագաթնաժողովին։ Փարիզում են նաև Միացյալ Նահանգների նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Զելենսկուն ուղեկցում է նրա աշխատակազմի նորանշանակ ղեկավար Բուդանովը։ Ուկրաինայի նախագահն արդեն բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահի հետ։ Կամավորների կոալիցիայի օրակարգի գլխավոր հարցը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ կոնկրետ պարտավորություններ սահմանելն է ու խաղաղապահ ուժերի կազմը որոշելը։ Եվրոպական մամուլի հաղորդմամբ զորակազմի հիմնական մասը կապահովեն Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք կստանձնեն Ուկրաինայի ցամաքային եւ օդային պաշտպանությունը։ Թուրքիան էլ պատրաստակամություն է հայտնել ապահովել Սև ծովում նավարկության անվտանգությունը։ Մի պահ դարձյալ օրվա խորհրդին վերադառնանք, մայր տաճարում մատուցված պատարագից հետո ամենայն հայոց կաթողիկոսը խոսել է նաև Արցախահայության զրկանքների ու դրանք հաղթահարելու կարևորության մասին։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն երրորդ Սուրբ Ծնունդն են նշում հայրենի բնակավայրերից հեռու։ Աղաջանյանների մեծ ընտանիքի պատմության, Հայաստանում սկսած նոր կյանքի, գործնական ու ստեղծագործական հաջողությունների մասին է Ալլա Դավթյանի տեսանյութը։ Ծանոթացեք, արցախցի Արթուրն է։ Արդեն 2 տարի է նրա տարերքը հարվածային գործիքներն են։ Ստեղծագործական ուղին սկսել է Ստեփանակերտից։ Հայաթափման պատճառով ստիպված էր թողնել սիրելի երաժշտական դպրոցն ու գալ Հայաստան։
փորձել այստեղ շարունակել ստեղծագործել։ Երևանում երաժշտական դպրոցին ավելացան սպորտի խմբակները, նկարչության դասերը։ Իսկ հիմա ծանոթացեք մրցույթով, պատվոգրով եւ մեդալներով լավագույն գեղանկարիչ Արթուր Աղաջանյան։ Սրանք իմ մեդալներն են նկարչությունից։ Նուր եմ նկարել, երրորդ տեղ դափթեկիր եմ գրավել։ Սա մանրանկարչության նման եմ արել ես։ Սիրում եմ ես մանրանկարչություններ։ Արթուրը շատ նկարներ ունի, թիվը նույնիսկ չի հիշում։ Ստեղծագործությունները հասել են Իսպանիա, Լիտվա։ Այս տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Վկայականները սեղանին է շարել մայրը։ Երեխաների հավաստագրերը, գովասանագրերը, շնորհակալագրերը հպարտությամբ է պահում։ Իսկ հիմա Արփիի ներկայանալու ժամանակն է։ Արփին 6 տարեկան է։ 2 տարի է արդեն կանոնի է գնում։ Ասում է, երաժշտության հնչյուններն իրեն հանգստացնում են։ Արփին էլ է հասցրել համերգներ տալ։ Սեղանին դրված գավաթն էլ իրենն է։ Ես ուզում եմ, որ ես մեծանամ, գնամ համերգների, ես կանոն նվագեմ ու ինձ սափահարեն։ Այս անգամ համերգը ընտանիքի համար է, տանը, ծափերը ամենամտերիմների կողմից, գլխավորում կնդիրը միշտ տատիկն է, տան փոքրը 3-ամյա աստղիկը պահը բաց չի թողնում, ինքն էլ է ցանկանում ներկայանալ, դեռ խաղալիք կիթառով։ Երեխաների քայլ առ քայլ գրանցած հաջողությունների հետևում ծնողներն են։ Նշում են, միայն աշխատավարձով չէին կարող հոգալ ուսման ծախսերը եւ այդ ժամանակ որոշեցին բիզնես հիմնել։ Չես կարող էլի աշխատավարձով այդքան բանը հոգալ, որոշեցինք ինչ որ բան սկսել, ինչ որ միտք անընդհատ մտածում էինք ինչ որ բիզնես սկսելու մասին եւ ինքներս մեզ հարց ենք տալիս, որ ինչն է էլի, որ մենք համ շատ ենք սիրում, համ որ այդ գործով զբաղվենք, համ որ մեզ մոտ լավ է ստացվում։ Դե ես այն փոքր ժամանակվանից մեր տանը միշտ թութուններ եղել է, մամաս էլ, տատիկս էլ միշտ թութուն տարբեր տեսակի թութուններ են պատրաստել, դե հետո որ ամուսնացա, արդեն կինս էր պատրաստում։ Հետո նկատեցի, որ լավ է ստացվում մոտը, հետո դες որոշեցինք, ասեցինք մի քիչ խենթ բաներ, թութուների բիզնես սկսել էր, մի քիչ որովհետև ես իրոք սկզբից մի քիչ ոչ ոք չէր հավատացել, շատերը ասել են, որ այն էլ ամառը սկսելու վրա էր, շատերը ասացին, որ ամառը չեն առնի։ Չլսեցին կարծիքները, ռիսկի գնացին։ Արդեն սեզոնին իսկական բիզնես էր դարձել, ու այս ամանորին արդեն շատ պատվերներ ունեին։ Թթվի վաճառքի առաջին եկամտով էլ դստերը կանոն գնեցին։ Սկզբնական շրջանում շատ դժվարություններով ենք անցել, սկսածում գտնելուց, չէին գտնում, դե մայիս, հունիս այդ ամիսներն էլ դեռ բերքը լավ չէր դարել։ Մի կերպ միտեղից գտնում էինք, բերում էինք, դնում էինք, պատվերա գալիս չենք հասցնում, հետո տարաների խնդիր ունեինք, տանում էինք կեսը թափելով, կեսը չգիտեմ, հետո զանգում էի ասում էի, պատվերը չենք կարող իրականացնել, ցած բերում էի, չգիտեմ, նորից մաքուր տոպրակի մեջ էի դնում, մաքուր ամանի մեջ էի դնում, արդեն զգուշ էի տալու։ Պատվիրատուների նախասիրություններն էլ արդեն հասկացել են։ Թթվի համը գնորդներին հիշեցնում է արցախյան մանկությունը։ Բրոկլին եմ ես սկսել նոր այստեղ դնել, որ ասենք Արցախում դա չէի ես պատրաստում։ Դդմիկը, մանր եգիպտացորենը, այս տեսակի զանգակ տեսակի բիբարի տեսականի այս նույնիսկ նոր մի քանի ամիս առաջ եմ սկսել փորձել ու հենց առաջին փորձից էլ լավ ստացվել է փառք Աստծո մենք նաև մրգի տեսականի ենք սկսել դնել ամառվա սեզոնին այն շլորը կանաչ խնձոր մանր խնձորները հոնը ընտանիքը մասնակցել է դրամաշնորհային ծրագրերի այդ գումարով բիզնեսի համար անհրաժեշտ պարագաներ գնել հիմա էլ նկուղում դարակաշարերն են պատրաստում, որ թթվի տեսականին դասավորեն հավուր պատշաճի։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։
Մարզաշխարհում, հատկապես ֆուտբոլում, տոնական օրերը բավական հագեցած են։ Լոնդոնից մինչև Մադրիդ թոփ ակումբներից մեկում գլխավոր նոր մարզիչ է նշանակել, մյուսի գլխավոր աստղերից մեկը վնասվածքի պատճառով կարևոր հանդիպում բաց կթողնի։ Իսկ Հայաստանի դրոշի ներքո այսուհետև հայկական արմատներով ևս մեկ ռուսաստանաբնակ թենիսիստ է հանդես գալու։ Թենիսի Հայաստանի հավաքականում այսուհետև կունենանք նորանուն ռուսաստանցի Դանիիլ Սարգսյանը փոխել է մարզական քաղաքացիությունը եւ կներկայացնի Հայաստանը։ Այս մասին արդեն հայտարարություն կա նաեւ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի պաշտոնական կայքում։ 19-ամյա Դանիիլ Սարգսյանը ծնվել է Պերվում, 16 տարեկանում նա տեղափոխվել է Իսպանիա, մարզվել Ռաֆայել Նադալի ակադեմիայում։ Լոնդոնի Չելսին նոր գլխավոր մարզիչ ունի, աշխարհի ակումբային չեմպիոնի ղեկը վստահվել է Ստրասբուրգի նախկին գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորին։ 41-ամյա անգլիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի հունիսը։ Լիամ Ռոսենյորը 2024 թվականից էր գլխավորում ֆրանսիական Ստրասբուրգը, նախկինում գլխավորել է նաև անգլիական Հալ Սիթին։ Հունվարի 1-ին Չելսին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր իտալացի Էնցո Մարեսկային։ Անգլիայի առաջնության 20 տուրից հետո Չելսին 31 միավորով 5-րդն է։ Եվ վերջում Ռեալի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Մադրիդի Ատլետիկոյի դեմ Իսպանիայի սուպեր գավաթի կիսաեզրափակիչը։ Արքայական թիմի ֆրանսիացի աստղը չի ընդգրկվել Ռեալի հայտածուցակում այդ խաղին, որը տեղի կունենա հունվարի 8-ին Սաուդյան Արաբիայում։ Կիսաեզրափակիչի մյուս խաղում վաղը կմրցեն Բարսելոնան եւ Բիլբաոյի Ատլետիկը։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 11-ին։ 2024 թվականից Ռեալում հանդես եկող Մբապեն մասնակցել է 83 խաղի, խփել 73 գոլ կատարել 10 գոլային փոխանցում։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։ Այժմ երկրի տարածքում էլեկտրամատակարարման պլանային անջատումների ժամանակացույցի մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşıնի տիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանի Էրեբունի վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Խորենացի փողոց 30 շենք, Խորենացու փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 18-24 շենքեր եւ ոչ բնակիչ բաժանորդներ։ Արարատի մարզում ժամը 11-ից 12:30-ը Ոստան գյուղը Մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Տավուշի մարզում ժամը 13-ից 16-ը Դիլիջան քաղաքում Մոլդովական, Թումանյան, Շամախյան, Ագեստան, Սարալանջի, Անդրանիկի, Արցախի փողոցներ եւ Կալինինի փողոց Մասնակի։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08000 0180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Միասին շարունակենք հետևել Հայաստանում ու արտերկրում տեղի ունեցողին։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ